Հովաննավանքում տեղի ունեցածը սրբապղծություն էր։ Միակ հարցը այստեղ այն էր, թե ինչ գործ ունեն այդ աղանդավորները Մայր Աթոռի հաշվեկշռում գտնվող կառույցում, Հովաննավանքում, որտեղ պետք է տեղի ունենար իրական պատարագ, որը եւ խոչընդոտեցին իրենց ոհմակով, խախտելով օրենքը։ Եթե Նիկոլն ու Ստյոպիկը ուզում են իրենց կրոնական ծեսերն իրականացնել, թող գրանցեն կրոնական կազմակերպություն եւ անցկացնեն իրենց ծեսերը այլ վայրում, առանց պղծելու մեր եկեղեցին։ Բայց ամենակարևոր արձանագրումն այստեղ այն էր, որ ամբողջ վարչական ռեսուրսը գործի դնելով, Նիկոլը կարողացավ Հովաննավանք բերել ընդամենը շուրջ 1000 մարդ, որոնց կեսը ուժային կառույցների աշխատակիցներ էին։ Սա ինքնին պարտություն է, թե եկեղեցու հարցում, թե ընդհանրապես։ Սակայն շուտ ոգևորվել պետք չէ։ Պայքարը դեռ շարունակվում է։ Մի կարևոր նկատառում ևս։ Երբ եկեղեցու ներսում ծափահարում էին Նիկոլին, իսկ այսպես կոչված պատարագիչը գովերգում էր նրան, դա այլ բան չէր, քան կռապաշտություն։ Այդ տեսարանը հիշեցրեց Աստծո խոսքը Ելքի գրքից. «Քեզ համար կուրբ չշինես ոչ երկնքում, ոչ երկրի վրա, նրանց երկրպագություն չանես եւ չպաշտես նրանց, որովհետեւ ես քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին մինչեւ նրանց երրորդ եւ չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ, եւ ողորմում եմ նրանց մինչեւ հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ եւ պահում են իմ պատվիրանները»։ Կաթողիկոսը Աստծո օծյալն է, եւ եկեղեցու յուրաքանչյուր զավակ սատարելով վեհափառ հայրապետին, իրականում սատարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ կարժանանա Աստծո օրհնությանը։ Իսկ Հովաննավանքի պղծության մասնակիցները բռնել են աղանդի եւ կործանման ճանապարհը, ուստի նզովյալ թող լինեն նրանք, ինչպես գրված է։ Իր էջում գրել է Փայլակ Չոբանյանը։